Այսինքն հիմա այս փուլում տեսնում ենք, հա, պատերազմի վտանգ, պարոն Չքազյան։ Պատերազմի վտանգը ամբողջ աշխարհով աճում է։ Եկեք սկսենք դրանից։ Ռազմական պատրաստությունների համար ծախսվող գումարները բոլոր երկրներում աճում են։ Եվ որոշ երկրներում, այսպես ասած, երկնիշ աճ անգամ նկատվում։ Այն, որ առաջիկա տարիները շատ լարված տարիներ են լինելու եւ ամբողջ աշխարհում հիմա էլ նաեւ Պակիստանը հնդկական խոշոր բախման վտանգն է մեծացել եւ դա նույնպես մեծ ազդեցություն է ունենալու նաեւ մեր տարածաշրջանի վրա, այո, այդ վտանգները կան եւ մենք դրան պետք է պատրաստ լինենք, բայց դա չի նշանակում, որ դու չես ունենալու դաշնակիցներ եւ մենակ ես մնալու եւ այլն, այդպես չի լինելու։ Ուղղակի այս դժբախտությունը, որ մենք ունենք, այս դժբախտությունից օր առաջ մենք պետք է ազատվենք։ Խոսքը այսօրվա հայաստանյան իշխանություններն են։ Իդեպ, նման հայտարարություն է արել Ալիևը, որ պաշտոնական Երևանը պետք է հստակորեն ասի, թե երբ են ադրբեջանցիները վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր, Զարմանալի բան չկա։ Վերադարձից հետո էլ ինչպես է ապահովելու նրանց անվտանգությունը։ Արևմտյան Ադրբեջան վերադարձը որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման կոչվող համաժողովի մասնակիցներին դիմելով այս մասին ասել է նա Ալիևը։ Վաղներ կասեն, այդ ադրբեջանցիները պետք է ունենան ինքնավարություն, պետք է պարլամենտում ունենան իրենց կուսակցությունը, պետք է օրենքները փոխվի Հայաստանի, Ադրբեջանն պետք է Հայաստանի պետական լեզու եւ այլն, այսինքն մենք այդ ծրագիրը շատ լավ գիտենք։ Վերջում էլ բնականաբար հայ էլ չի մնալ։ Այսինքն կարծում եք Նիկոլ Փաշինյանը սրան համաձայնություն կտա։ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, հատակը մենք բոլորս արդեն հասկացել ենք, որ այդտեղ հատակ չկա, անհատակ անձնավորություն է։ Ինչ լցնես մեջը կլցվի։ Իդեպ Բաքվում գործող Կովկասի մահմեդականների վարչությունը որոշել է հիմնել Երևանի մասնաճյուղ։ Այն, որ իրենք Բարթողեմեոս Առաքյալին սարքեցին իրենցը, վաղ մյուսօրը կասեն Էջմիածինն էլ աղբանական եկեղեցի եւ այլն, այսինքն ինչ կա այդտեղ զարմանալու։ Այդ թուրքական 100 տարվա ուրեմն մշակումներ կան, թե ինչպես անել, որ հայերը իրենց հրաժարվեն արցաբանի, այդ ցեղասպանության հարցից, որ մեղադրանքը հայերի վրա լինի, թե որ իրանք են եղել պատճառը այդ ամբողջ կոտորածների, որ հայերն են պատճառ դարձել, որ այս տարածաշրջանում հայ-ադրբեջանական ընդհարումներ լինեն եւ այլն, այս ամեն ինչը նորություն չի։ Մեր համար նոր բան չկա։ Մենք մեր խնդիրը պետք է լինի, նորից եմ ասում, հասկանալ, որոնք են աշխարհում այն ուժերը, որոնց հետ դու ամուր դաշնակցային հարաբերություններ կարող ես ունենալ, հենվելով թե գաղափարական, թե տեխնոլոգիական շահերի եւ թե տնտեսական շահերի վրա։ Եվ այդ երեքի հիման վրա էլ դու կարող ես այստեղ ամուր մնալ քո հայրենիքում եւ կատարել քո առաքելությունը թե իսլամական Իրանի հետ դրական հարաբերություններ ունենալով, թե Եվրոպայի հետ քաղաքակրթական քո հին կապերը ամրացնելու, վաղը մյուս օրը եթե խելքի գան ռուսները, նաև ռուսների հետ։ Թուրքերը խելքի կգան, կհասկանան իրանց մեղքերը, ուրեմն թուրքերի հետ չեն հասկանա, ուրեմն այդ է մեր ճակատագիրը, մենք ինչ պատրաստ պիտի լինենք մեր հայրենիքը պաշտպանելու։